Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո ամեն։ Ղուգաս ավետարանիչ հետևյալը գքրե այսօրվան համար։ Հիսուս եկավ Նազարեթ քաղաք, ուր մեծած էր և իր սովորության համաձայն շաբաթ օր ժողովարան գնաց։ Երբ ոտքի ելավ գարթալու համար օրվան ընթերցվածը իրեն տվին Եսայի մարգարեին գիրքը, հացավ և խտավ այնտեղ ուր գսեր։ Տիրոջ հոգին իմ վրաս է, որովհետև զիս օձեց և ղրգեց, աղքատներուն փրկության ավետիսը տալու, սրտափեկները մխիթարելու, քերիներուն ազատություն բարգևելու, գույրերուն աչքերը բանալու և հարստահարվածները ազատելու և հայտարարելու, թե ահա հասած է ժամանակը, երբ Տերը ինք պիտի փրկե իր ժողովուրդը։ Ապա կոչեց գիրքը, տվավ պաշտոնյային և նստավ։ Ժողովարանի մեջ գտնվողներուն բոլորին աչքերը իրեն սևեռած էին, երբ ասավ. այս մարգարեությունը, որ դուք լսեցիք, ահա այսօր իրականացավ։ Ամենքնալ տպավորված էին իրմե և հիանալով անոր շնորհալի խոսքերուն վրա գսեին. այս մարդը Հովսեփի որդին չէ՞ միթե։ Հիսուս ասավ. անկասկած ինձի պիտի ըսեք հետևյալ առածը. բժիշկ, թուն քեզ բժշկե։ Եվ ինչ որ լսեցինք, որ գործեր ես Կափառնավումի մեջ, այստեղ քու հայրենի քաղաքիդ մեջ ալ կատարե։ Եվ ավելցուց. բայց դուք ալ գիտեք, որ մարգարեն իր ծննդավայրի մեջ հարկ չունի, ցեզի օրինակներով խոսին։ Իսրայելի մեջ բազմաթիվ այրիներ կային Եղիայի օրերում, երբ 3.5 տարի երկինքը չանցրևեց և ամբողջ երկրին մեջ սաստիկ սով դիրեց, բայց Եղիա անոնց մե ովևէ մեկուն չղրգվեցավ, այլ ղրգվեցավ Սիթոնի մոտիկ Սարեպտա գյուղը բնակող այրի կնոջը։ Նույնպես Եղիսե մարգարեի օրերում Իսրայելի մեջ բազմաթիվ փորոտներ կային, բայց անոնց մե ոչ մեկը բժշկվեցավ, այլ միայն Նեեման անունով Ասորիմը։ Այս ակնարկությունները լսելով ժողովարանի մեջ գտնվողները փառքությամբ լեցվեցան։ Ելան Հիսուսը քաղաքեն դուրս հանեցին և քահավեժ ընելու նպատակով զայն տարին մինչև գադարը այն լեռան, որուն վրա շինված էր իրենց քաղաքը, բայց Հիսուս անոնց մեջ անցավ և գնաց։ Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, շատ հետաքրքրական է, որ անոնք, որոնք իմ Bible study-ներուս կհետևին, մենք այս նյութի մասին խոսեցանք անցնող 5 շաբթի օր։ Շատ անգամ, սիրելի հավատացյալներ, մենք կգարթանք Աստվածաշունչի էջերը և կթավանինք, որ մենք Քրիստոսի գիրքը կարդացող ենք, ընկալող ենք և ծանոթ ենք Քրիստոսի խոսքի, շատ անգամ սակայն կգարթանք, կընթերցենք, բայց այնքան անուշադիր կլանք մեր ընթերցանության ժամանակ, որ ճշգրիտ պատկամը իր ամբողջ խորքով չենք կրնար ընկալել և հասկանալ։ Այստեղ ավետարանիչը, երբ այս թրվակի մասին կխոսի մեզի, անգեամիջապես առաջ կխոսի այն թրվակին մասին, երբ Հիսուս իր մգրտութենեն հետո գերթա անաբադ և անաբադի մեջ 40 օր, 40 գիշեր փանչուդեր միայն աղոթքով գսնի և այդ ժամանակ է, որ սատանան գուքա և 3 անգամ ինչ կնե գփորձե Հիսուսը։ Եվ երբ որ հաջողությամբ իր առաքելությունը կկատարե և դեղի չի դար սատանային կանչին,
իր առաքելությունը սկիզբ կառնի եւ ավետարանի չգսե գերթա Գափառնավումի մեջ կսկսի իր կորձունեությունը հաստատել եւ անգե հետո գերթա Նազարեթոն, ուր ինք իր շրջաններ իրենիներ գաբրել։ Շատ հետաքրքրական է սիրելիներ։ Այստեղ ավետարանիչը մեր ուշադրությունը գուզե դանիլ այն ճշմարտության, որ Հիսուսը մեր ժողները Գափառնավումի օտարները չեղան, այլ եղան իրենիները, հարազատները, Նազարեթի ժողովուրդը։ Եվ այսօր մենք սիրելիներ, առանց ուշադրություն ընելու, մենք որ իրեն կպատկանենք, զինք առաջին մեր ժողներն ենք շատ անգամ, մեր կործով, մեր կյանքով, մեր մտածումներով, մեր անվայելուչ կյանքով, մեր անդարբեր մոտեցումով, մենք Նազարեթցիներուն պես Հիսուսեն գուզենք հեռանալ, կփարգանանք Հիսուսին վրա եւ նույնիսկ դեղ գուզենք զինք վերել վառնել, ազատիլ իրեն։ Սիրելի քույրերս եւ եղբայրներս, վերացական խոսքեր չեն ասում։ Փավ է որ միայն մենք առանցնանանք մեր սենյակներուն մեջ, մտածենք մեր կործերուն եւ մեր մտածումներուն մասին, խորհենք մեր ընդհանուր կյանքին եւ ապրելակերպին մասին, եւ ադի փավ է մեզի որ անդրադառնանք թե մենք շատ անգամ Աստուծմե հերացած ենք, մերժած ենք Աստված, մերժած ենք անոր հետևիլ, զինք դեր ոչած ենք, բայց աշակերտելու եւ զարաթառնալու պատրաստակամությունը ամբողջովին մորսած ենք, ուսուցիչ, վարդապետ կգոչենք զինք, բայց աշակերտ դառնալու, սորվելու պատրաստակամությունը ամբողջությամբ մեր մտքեն հանած ենք։ Սիրելի քույրերս եւ եղբայրներս, քրիստոնյա ըլլալ կնշանակե Քրիստոսի կյանքը երկրին վրա շոշափելի կերպով ապրիլ։ Քրիստոս ֆիզիկապես հարութենեն հետո, երբ երկինք բարձրացավ, այդ պատասխանատվությունը Քրիստոս դառնալու եւ Քրիստոսի կյանքը եւ գերբարը ըլլալու մեր շրջանակի մեջ փոխանցեց մեզի։ Ոչ միայն առաքյալներուն ընդմեջ են եկեղեցականներուն եւ նաեւ սաբես կոչված աշխարհականներուն, որովհետեւ իրականության մեջ քրիստոնյա եկեղեցու մեջ այս բաժանումը գոյություն չունի։ Մենք բոլորս միասին նույն Քրիստոսին, մեկ մարմնի անդամներն ենք։ Ուստի բոլորս ալ գոչված ենք նույն առաքելության, սրբությամբ զինվելու, Քրիստոսի նկարագրով ամրապնդվելու եւ մեր կյանքը որպես այդպիսին ապրելու սիրելիներ։ Ասի ապշնել չէ։ Այս մեկը սիրելիներ, որպես քրիստոնյաներ մենք բարդավորություն ունենք, որովհետև այս ճանապարհեն անտին եւ դուրս մենք գտածրին Քրիստոսի զավակները ըլլալել, ինչպես թատրեցան Նազարեթի մեջ գտնվողները։ Հիմա սիրելի հավատացյալներ, պիտի տեսնենք, որ այստեղ սինագոգի մեջ գտնվող իր հարազատները Քրիստոսի, թռածիները, քույրերը, եղբայրները, այս բոլորը, որ ներկա էին այդտեղ, ինչու չղայնացան, ինչու զայրացան, ինչու ուզեցին հանգարց Հիսուսը հանել եւ դուրս նետել, որովհետեւ սիրելիներ, Հիսուս Եսայի մարգարեի գիրքը կարդալով եւ անգե առաջ Գափառնավումի մեջ իր կորձունեությունը սկսելով արդեն իսկ սկսած էր մտածել դալ իրենիներուն, հրյաներուն, որ ասինչ տեսակ Նազարեթի զավակ է, ասինչ տեսակ Հիսուսը հրյամն է, որ գերթա Գափառնավումի մեջ, ուր մեծամասնությամբ ոչ հրյաներ գաբրին,
գերթա եւ անոնց մեջ բժշկություններ կգադարե, գերթա անոնց հետ կուդե եւ կճաշե, անոնց հետ կլա եւ Աստծո ներկայությունը անոնց մոտ կհայտնե, քան թե քա եւ Նազարեթ իր ընիներուն, հրյաներուն, իր հարազատներուն կդարե այդ բոլորը։ Արդեն իսկ իր հարազատները նեղացած էին, բայց Հիսուս զիրենք հիշեցնելով 5 դագարանի Սուրբ Քրոց մեջ երկու մարգարեներուն հետ կդարվածները ըսել գուզե ներկաներուն, որ դուք չեք կրնար Աստված սահմանափակել ձեր ազգային սահմանները ներս։ Հրյան գոչված էր դառնալ լույսը եւ հույսը ամբողջ աշխարհին, բայց երբ հրյան իր առաքելութենեն հեռացավ եւ մորցավ իր գոչումը, Աստված մարմնացավ հրյական ընկերության մեջ, ինք այդ պատասխանատվությունը իր ուսերուն վերցուց եւ ինք այդ լույսը եւ հույսը մեսիան դարձավ ամբողջ ստեղծագործության համար։ Եվ անոր համար զայրացան հրյաներ եւ ասին, ասի Հովսեփի զավակը չէ, ասի մեզ մեջ չէ, մեր ժողովուրդեն չէ, ինչպես կրնա ինքը այսպիսի բաներ խոսի, ինչպես կրնա մեզի ասել, որ Աստված հրյաներուն սահմաններուն մեջ, հրյական ազգային սահմաններուն մեջ չենք կրնար միայն սահմանափակել։ Իրենց մտքի մեջ, որովհետև Աստված պիտի կար հրյաները փառավորելու եւ ոչ հրյաները պատժելու։ Բայց երբ Հիսուս կուքա ասելու, որ դուք Աստվածաշունչը սխալ հասկացած եք եւ սխալ գաբրիկ, սխալ գմեկնեք, այս մարդիկը այլևս չընդունեցին Հիսուսի խոսքերը, ուսեցին առնենցինք եւ լերեն վառնետել, որովհետեւ այն զգացումները, որ գշոյեին իրենց ազգային զգացումները, Հիսուս մեկ կողմ դրավ։ Նույնն ենք մենք սիրելիներ։ Գարձեք Սուրբ Գիրքը, երբ որ կգարթանք, մեզի գարնենք միմիայն մեր հաշվին եկածը, իսկ այն բաները, որ մեզի challenge կնեն, կմտահոգեն, մենք կողմ կցկենք, կմոռնանք, թերևս ալ գսենք, որ հոս անպայման սխալ բան մգա։ Քրիստոնեական մեր կյանքը փոխանակ ամբողջությանը մեջ առնելու, սորվելու եւ ապրելու միայն գաբրինք եւ գարնենք այն բաժինները, որ մեր խիղճը կամ մեր անձը, մեր զգացումները չի փոփոխել։ Բայց ադիգա քրիստոնեություն չեղավ սիրելիներ։ Քրիստոնեությունը բազար չէ հավատալիքներու։ Գարնեմ մեկ հատ այսկե, մեկ հատ այնտեղեն, ոչ։ Քրիստոնյա լան կնշանակե ամբողջությամբ Քրիստոսի ինքնությունը ըսկեն նույն, հակվին։ Եվ բոլորը սալասոր մեջ, եկեղեցականներ եւ աշխարհականներ, բաց թողումներ ունենք ասոր մեջ։ Բայց եւ այնպես սիրելիներ, ժամանակն է, որ այսօր մենք որպես համայնք, որպես Քրիստոսի հավատացող եւ հետևող եւ հավատարիմ ժողովուրդ, մենք անգամ եւս արթնանք մեր թմփիրեն, դառնանք Աստծո եւ ասենք դեր մենք մեղավորներ ենք, մենք սխալ ճանապարհի մեջ ենք, մենք միմիայն մեր կմահաճույքին համացայն քեզի գաղութենք, միայն մեր անձնական շահերուն եւ հանգիստին համար եկեղեցի կուզենք երթալ եւ քեզի թիմել, միմիայն մեր անձնական բարիքն է, որ կփնտրենք ով դեր։ Ները մեզի մեր անձնասիրության համար, ները մեզի մեր անփարդավանության համար, ները մեզի մեր անդարբերության համար, որովհետև ոչ ծարավը հակեցուցի, ոչ անոթին լիացուցի, գշտացուցի, ոչ ալ ողորմած եղային նմանից նկատմամբ, այլ միմիայն չարախոսեցի, զրբարդեցի, անիծեցի, չարախոսեցի։ Ուստի սիրելիներ, եկեք մենք Աստծո ասենք անգամ եւս դեր, պատրաստակամությունը կհայտնենք մեր անձերը, մեր ինքնությունը, մեր կյանքը ամբողջությամբ քու ճշմարտության նվիրելու։
Հավատալու քեզի ոչ միայն շրթներով, լեզվով, այլ նաև մարմինով, հոգիով, մտքով եւ ամբողջ մեր էությամբ։ Ուժ եւ կարողությունը եւ իմաստությունը բարգեւե մեզի որդեր։ Թող քու սուրբ հոգիդ ներշնչե այս եկեղեցիի մեջ գտնվող մեր ժողովրդի զավակները, որ մենք մեկ քրիստոնյաներ դառնանք մեր միջավայրին մեջ, մեր ընկերության մեջ, լույս եւ հույս դառնալով, խաղաղությունը բերելով երկնքին, մեր բոլոր միջավայրի մեջ եւ մեր բոլոր զավակներու կյանքի մեջ, որուն համար մենք գաղութենք այժմ եւ միշտ եւ ավիդյանս ավիդենից։ Սիրելի հավատացյալներ, կտեսնենք, որ մեր բոլորին սիրելի եւ ծանոթ եւ բավական է բացակա է, որովհետեւ երկրեն դուրս կգտնվեր, մեր մեջ կա մեր շատ սիրելի Թորքոմ Սրբազանը։ Գիշեք բոլոր, չէ՞ Թորքոմ Սրբազանը։ Թորքոմ Սրբազանը խոստում տվավ, որ այլևս այս շրջանին, որովհետեւ մոդիկ պիտի ըլլա, եւ ավելի հաջախագի պիտի այցելի այս եկեղեցի, եւ որովհետեւ ինքը ուրիշի մի ասեք, ցեզի այս համայնքին ավելի գսիրեք քան մյուսներում, ավելի ներգա պիտի ըլլա եւ իր բացկամը պիտի դամոթ լայնը։ Բարի եկեք։